Հայրոփնի եթերում Ռենյուզի ժամը 12-ի հատուկ թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Եվ այսպես վաղարշապատում համայնքապետ են ընտրում, վաղ առավոտից իմ գործընկերները աշխատում են հենց տեղում, հետևում են ընտրական գործընթացին։ Եվ հիմա մենք կապ կհաստատենք իմ գործընկեր Սիմոն Հովանիսյանի հետ, տեսնելու թե ինչ իրավիճակ է տեղում։ Սիմոն, ինչ նորություններ կան, ինչպես են ընթանում ընտրությունները։ Ողջույն Մերի, այս պահին մենք գտնվում ենք Դողս գյուղում, որտեղ ընտրությանը մասնակցում է Մայր Հայաստան կուսակցության թեկնածու Գրիշա Հարությունյանը։ Նշեմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն տվյալներ է տրամադրել ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցության։ Մասնակցել է ավելի քան 50,000 մարդ, ինչը ընտրելու իրավունք ունեցող մոտ 7,000 քաղաքացիների 7.5%-ն է։ Սա կրկնակի է նախորդ 2021 թվականի ընտրությունների թե վաղարշապատի, թե Խոյ համայնքի ընտրություններում։ Այդ ժամի դրությամբ 2021-ին մոտավորապես 3% էին երկու համայնքում էլ մասնակցել։ Այս պահին խախտումների հետ կապված հիմնականում տեղամասերից ոչ թույլատրելի հեռավորության վրա գտնվող շտաբերն ու պաստառներն են։ Մասնավորապես տեխնացուներից մի քանիսը անդրադարձել են դրան, խոսելով, որ շտաբերը գտնվում են ոչ թե շենքից, այլ կոնկրետ այդ շենքի դռնից պատշաճ հեռավորության վրա, ըստ ընտրական օրենքի հեռավորությունը պետք է լինի 50 մետր։ Մի քանի այլ ընտրախախտումներ են արձանագրում անկախ դիտորդական կազմակերպությունները, մասնավորապես քվեախցիկների մասամբ տեսանելի լինելը, թե ինչ է կատարվում ներսում, եւ քվեախցիկների հետևում գտնվող երբեմն չպլոմբված դռները կամ դրանց փակցված սպիտակ թղթերը, որոնք ամեն դեպքում ըստ նրանց տեսանելի են դարձնում, թե ինչ է կատարվում ներսում։ Այս պահին այսքանը, Մերի։ Շնորհակալ եմ Սիմոն թարմ տեղեկությունների համար։ Ես հիշեցնեմ, որ իմ գործընկերները շարունակում են աշխատել Էջմիածնում եւ ուղիղ կապով տեղեկացնել, թե ինչպես են ընթանում ընտրությունները։ Եվ այսպես շարունակենք, ավականու արտահերտ ընտրություններում պայքարում է 8 քաղաքական ուժ, 7 կուսակցություն, 1 դաշինք։ Առավոտյան ժամը 8-ից բացվել են բոլոր 47 ընտրատեղամասերը, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։ Վերջին տվյալով ընտրելու իրավունք ունի 69,866 քաղաքացի եւ ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 5,283 մարդ կամ 7.56%-ը։ 2021 թվականի թիմ ընտրություններում այս ժամի դրությամբ մասնակցել էր ընտրության իրավունք ունեցողների 3.1%-ը։ Քվեարկած մասնակիցների թիվն այս պահից սկսած 3 ժամյա պարբերականությամբ կհրապարակվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։ Մեր նկարահանող թիմը նորից նշեն, որ վաղ առավոտից հենց վաղարշապատում հետևում է ընտրական գործընթացին։ Մինչև այս պահը քվեարկած համայնքապետի թեկնածուների հետ են զրուցել իմ գործընկերները, նաև շփվել են ընտրատեղամասերի նախագահների հետ, լսել կարծիքներ տեղացիներից։ Ռեպորտաժը ներկայացնում է Լիլիթ Մուրադյանը։ Վաղարշապատում ընտրական կիրակին խաղաղ է մեկնարկել 14-ի 20 ընտրատեղամասում գործընկերս հետաքրքրվում է ինչպես են տրամադրված քաղաքացիները հավատում են իրենց քվեի ուժին։ Ժամի առումով էլ ոչինչ, սկսել են արդեն արտանալ, մարդիկ կգան, երևի կընտրեն, իրենց պարտքը կկատարեն։ Կատարեցիք ձեր ընտրությունը։ Այո։ Կարծում բոլոր քաղաքացիների պարտականությունն է, որ գան ու կատարեն իրենց ընտրությունը։ Ամեն դեպքում մեր ձեռքերում է, իհարկե։ Մեր քաղաքն էլ մեր ձեռքերում, մենք էլ ենք մեր ձեռքերում։ Եթե մենք մեր մասին չմտածենք, իսկ հիմա ոչ մեկ մեր մասին չի մտածելու։ Հա, մեր ձեռքն է ամեն ինչ։ Ուղղակի շատ ընտիրեր օգնեցին ինձ, հուշեցին, թե ոնց պետք է վարվել։ Ստեղ ասում են մեկ է բոլորի համար, բոլորը մեկի համար, քույրիկ ջան, հաջողություն ձեզ։ Եվ համայնքի, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիենք բնականաբար պետք է մենք էլ մեր լուման ունենանք մեր հայրենիքի համար։ Բոլորը պետք է գան, կատարեն իրենց սրտի ցանկություն, իրենց գիտակցական ոսոկ ոչ մեկի իրավունք չունի պարտադրի, ընտրում ենք մեր քաղաքը, մեր ապագան։ Հուսամ ճիշտ են կատարել, առաջ Աստված, ում ընտրել ենք թող ժողովրդի կողմից էլի միայն։ Առավոտյան Էջմիածնի մշակույթի տանը 14-ի 13 ընտրատեղամասում է իր քաղաքացիական պարտքը կատարել հայրենիք կուսակցության թեկնածու գրող հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։ Ասում է քվեարկել է հանուն իր քաղաքի զարթոնքի, հանուն հայի արժանապատվության։ Մանուկյանը ընդդիմադիրների միավորման միջոցով է տեսնում հաղթանակը։ Մենք ընդամենը տեխնիկական հարցեր ենք միասին փոխհամաձայնացրել, բայց ընդհանուր առմամբ կլինեն ուրեմն ընտրություններից հետո կոնսուլտացիաները եւ կարծում եմ ամեն ինչ խաղաղ ճիշտ ընթանա։ Մենք չմիավորվենք, մեր կփոշիացնենք մեր եղած քվեները, կմիավորվենք եւ կարողանանք միասնաբար լուրջ խնդիրներ լուծել։ Ասում է հանդիպումների ընթացքում զգացել է, փշրվել է հավատը մարդկանց մոտ։
Այդպիսի կարծիք որոշ քաղաքացիներից գործընկերս լսել է այսօր առավոտյան Էջմիածնի փողոցներում հարցախույզի ժամանակ։ Այս կինը նաև առաջին հայացքից հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին։ Ես չեմ կարա, չեմ էլ գնալու, երեք զանգել են ինձ գալու եք, քեզ տանենք ընտրեք, ասի ես չեմ գալու։ Դեսիմ, խնդիրներ շատ կան, ավելի շատ նկատելի է փողոցների վիճակը, սանիտարական վիճակը, ամենտեղ աղբա, համատարած, սա Էջմիածին քաղաքը համատարած աղբա։ Փողոցները անձրևի ժամանակ էլ շատ փոս էր, ինչքան հանդիպ, ինչքան առնչվել եմ, դրանց հետ եմ առնչվել։ Կարա նաև լինի ուրիշ բաներ, կամ ես չեմ առնչվել, կամ այս պահին չեմ հիշում։ Գործընկերս Էջմիածնի անհանգստացնող խնդիրների մասին է հարցնում։ Մարդիկ համայնքի խնդիրներն են թվարկում, որոնք շուտապույտ լուծման կարիք ունեն։ Քուրո ջան, չեմ կարող ես ասեմ, որտեղ ստուշ եմ ես։ Էջմիածնի վերջի թաղամասն եմ մնում։ Չեմ կարող։ Իսկ ինչ ակնկալիք ունեք։ Լավ կլինի։ Եթե իրանք լավ լինեն, մենք էլ լավ կլինենք։ Գոյողինների հարցը, որտեղ նայում ես, տենում ես քանդածը, ասֆալտ անում են, նորից քանդում են։ Մաքրությունը քաղաքի։ Մի քիչ այն բաներն են գլուխ բարձրացել, ոնց որ ասում են։ Այն ժամանակ որ չկար գեներալի ժամանակով, սպանություն չկար, վերապահում չկար, դանակահարություն։ Հիմա այդ մի քիչ շատացել է, բայց ընդհանուր վիճակը շատ լավ է։ Ասֆալտապատում են, գործեր են անում, մաքրությունն է լավ է քաղաքի։ Վիճակը լավ է, նորմալ է։ Արագած գյուղի ընտրատեղամասում է քվեարկել քաղաքացիական պայմանագրի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, որը նաև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Քվեարկությունից հետո լրագրողներին ասել է վաղարշապատցու բացարձակ վստահությունն է իր նպատակը։ Reopen-ի իմ գործընկերը հետաքրքրվում են ներկուսակցական դեմոկրատիայի նրբություններից։ Պարոն Մեխակյան, նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի թեկնածու, բայց պարբերաբար կուսակցականները նշում են, որ կուսակցության ներսում ժողովրդավարություն է, ինչպես է ստացվում, որ մեկ մարդու աջակցությունը չվայելելը նշանակելու է ձեր թեկնածությունը չլինելը։ Չհասկացա հարցը։ Դուք նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի թեկնածու։ Բայց կուսակցականները հաճախ ասում են, որ կուսակցության ներսում որոշումները ժողովրդավարությամբ են կայացվում։ Ոնց է ստացվում, որ միաձայն որոշում է կայացրել։ Եվ միաձայն որոշումը դա արդեն վարչության որոշումն է, որը որ միաձայն է, հետևաբար եթե միաձայն է վարչության նախագահն Նիկոլ Փաշինյանը, հետևաբար նաև անձնական իր աջակցությունն է։ Նշեցիք, որ եթե չաջակցեր, չէիք լինի թեկնածու, այսինքն եթե լիներ վարչության բոլոր անդամները լինեին կողմ եւ մեկ դեմ։ Ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանն, որ ասում եք անձնապես հենց իր անձը նկատի չունենք, այլ նկատի ունենք որ կուսակցության վարչությունը, որտեղ վարչության նախագահան ինքն է, վարչության նիստը ինքն է վարում։ Վարչություն, պարոն Մեխակյան։ Շորժ ջան, այս հարցի վերաբերյալ եմ ասում։ Եթե ասում եք Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, հիմա ի՞նչն է խնդիրը ձեր։ Հաղթանակ դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը գուշակություն չի ուզում անել, բայց ասում է գնում են բացարձակ հաղթանակի։ Գործընկերոջս հարցին պատասխանում է այսպես. Պարոն Խաչատրյան, իսկ ինչ կնշանակի հոգևոր մայրաքաղաքում ընդդիմադիր ուժի հաղթանակը։ Կնշանակի, որ նախ վաղարշապատ համայնքը մոտակա տարիներին շատ ավելի զարգանալու է, շատ ավելի լավ քաղաք ենք տեսնելու եւ իհարկե ամենակարևորը իրենք չեն կարողանալու ասել, որ իրենք փորձում են ամեն գնով այս ընտրություններում հասնել հաջողության, որպեսզի հայ ժողովրդին ասեն նույնիսկ Էջմիածնում հոգեվոր մայրաքաղաքում, այսինքն այն քաղաքականությունը, որ իրենք իրականացնում են հայ առաքելական եկեղեցու դեմ, փորձում են դա արդարացնել, որ ժողովուրդը նույնպես վստահում է մեզ այս հարցում։ Ազատ դեմոկրատներից Վահրամ Ազատյանի հետ եւս զրուցել է Reopen-ը, հարցրել ինչ ուղերձ ունի։ Իմ ուղերձը միշտ այս քարոզ արշավի ընթացքում է նույնը։ Թող մեր ժողովուրդը իրաց սրտով, եթե ուզում են փոփոխություն տեսնեն այս քաղաքում, եթե ուզում են իրոք տեսնեն այն քաղաքը, որը որ իրենք ցանկանում են տեսնել, իրենց երեխաների համար լավ քաղաք, իրենց ընդհանուր մթնոլորտը, տրամադրությունները բոլորի փոխվի այս քաղաքում, զգան իրենք այս քաղաքում շատ լավ ցանկանան նույնիսկ որևէ միտեղ հեռանալ, այդ դեպքում պետք է ընտրեն։ Իր ընտրությունն է կատարել նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը, վեհափարի խոսքով նա քվեարկել է աղոթքով, հայցելով, որ վաղարշապատը բարգավաճի, շենանա եւ մեր ժողովրդին պարգևի բարոր կյանք ու երջանիկ ապագա։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։
Վաղարշաբաթ համայնքի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը կազմում են մոտ 142 միլիոն 687 հազար դրամ։ Այս մասին հետքլրատվականն է գրում, հավելելով, որ գումարի զգալի մասը բաժին է ընկնում հանձնաժողովի անդամների եւ սպասարկող անձնակազմի աշխատավարձերին ու հավելավճարներին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետքին տրամադրած տեղեկության համաձայն 79 միլիոն 981 հազար դրամ նախատեսվել է միայն աշխատավարձերի վճարման համար։ Թիմ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ներքին գործերի նախարարի հրամանով սահմանվել են գերատեսչության եւ ենթակա ծառայությունների աշխատանքի ուղղություններն ու գործիքակազմը։ Ըստ ոստիկանության հաղորդագրության վաղարշաբաթում գործում է շրջիկ ծառայություն, որը տեղեկանքներ կտրամադրի նրանց, ովքեր փաստաթղթերի հետ առնչվող խնդիրներ ունեն։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը շուրջօրյա ռեժիմով իրականացնում է ընտրատեղամասերի օնլայն դիտարկում, անհրաժեշտության դեպքում օպերատիվ արձագանքելու նպատակով։ Համայնքում ոստիկանները ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացնում, պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը։ Ընտրատեղամասերը վերցվել են պահպանության տակ։ Եվ վերջում հիշեցնեմ, թե ինչու են վաղարշաբաթում արտահերթ ընտրություններ։ Նախկին համայնքապետ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարականի դիմում ներկայացրեց։ Նրա դեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել իրավախախտման վերաբերյալ։ Գասպարյանի հրաժարականից հետո համայնքապետի ընտրության համար հրավիրված ավականու նիստը հունիսի 12-ին տապալվեց։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու 15 անդամները չէին ներկայացել, ինչի հետևանքով քվորում չապահովվեց։ Վաղարշաբաթը խոշորացվել է երկու անգամ։ 2021-ին համայնքն ընդգրկում էր Էջմիածին քաղաքը եւ Ոսկեհատ գյուղը, իսկ 2025-ի խոշորացման արդյունքում նաեւ Խոյը 17 բնակավայրով։ Հիմա վաղարշաբաթի ղեկավարի պաշտոնակատար Նարգիշ Մեղակյանն է, որը միաժամանակ քաղաքացիական պայմանագրի թեկնածուն է այս ընտրություններում։ Այս ժամին այսքանը, լուրերի մեր հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, մշտապես թարմ տեղեկությունների համար մեզ կարող եք դիտել նաև ժամը 18-ին եւ 21-ին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Հաջողություն։